ուղղակի ասենք այս պահի դրությամբ, այս րոպեներին ինչ է կատարվում։ Ուրեմն այս պահի դրությամբ իրավիճակը վերահսկվում է, բայց վերջի 2 օրերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կրկնակի է դարձել գնդակոծությունները Հայաստանի Հանրապետության սահմանային գյուղերի մոտակայքում, հատկապես Տավուշի մարզում, անկասկած զինված ուժերի ստորաբաժանումները ամեն ինչ անում են, որ կանխեն այդ կարելի ասել անմարդկային երևույթները, որ գնդակոծում են բնակավայրերը, ցավոք սրտի այսօրվա մեր սահմանային կոնֆիգուրացիան այնպես է ստեղծված, որ որոշ տեղեր, որտեղ որ հակառակորդը ունի դիրքային առավելություններ, իրենք օգտվում են եւ դրանից գնդակոծում գյուղերը։ Բանակային կորպուսի հրամանատարությունը 3 եւ այսօր արել են ամեն ինչ, որպեսզի զսպեցնեն հակառակորդին եւ այս պահին հանդարտ է իրավիճակը։ Մենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին եւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ միասին ճշտում ենք ինչ կորուստներ ունենք, որպեսզի համապատասխան աջակցություն ցուցաբերի կառավարությունը երկու վիրավոր ունենք քաղաքացիական անձնակազմից, որոնք թեթև վիրավորներ են եւ գտնվում են վերահսկողության տակ։ Եվ մեկ զոհը ուրեմն այլ հատվածում է, այն զորամասում է Սարևենյան հատվածում, որ այդ գնդակոծությունների հետ կապ չունի մի քիչ այլ հատվածում։ Ինչ? Մեր կողմից անցկացվող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները իրենց ընթացքի մեջ են, պլանի համաձայն են իրականացվում եւ այսօր այն սկսվեց Հանրապետության նախագահին իմ կողմից զեկուցող իրավիճակի վերաբերյալ, գիտեք, որ յուրաքանչյուր զորավարության համար ստեղծում են ռազմաքաղաքական իրավիճակ եւ դրանից հետո սկսվել է խաղարկման փուլը, միջնորդները աշխատում են, տրվում են իրադրության վերաբերյալ ներմուծականներ եւ փառք Աստծո, որ այս վերջին զորավարության նախապատրաստական փուլում բոլոր գերատեսչություններում այնքան նախապատրաստական աշխատանքներ են կատարվել, որ կարելի ասել, որ արդեն իսկ բոլոր կառավարման մարմինները գիտեն իրենց աշխատանքի կարգը, իրենց աշխատանքային ալգորիթմը եւ այսօր աշխատում են։ 18:00-ին Հանրապետության նախագահը նշանակել է Անվտանգության խորհրդի նիստ զորավարժության ֆորի ներքո։ Մենք սահմանամերձ որոշ գյուղերից տարհանվել են կանայք եւ երեխաները։ Տեղեկ չեմ։ Պարոն Օհանյան, իսկ դիմել եք միջազգային կառույցներին այս երկու Եվ ինչ միջազգային կառույցները տեղեկացված են, հիմա ես զորավարության այսպես պլանի համաձայն եմ աշխատում, կարծում եմ, որ մեր դիվանագետները այդ հարցով զբաղվում են։ Արձագանքների մասին տեղյակ չեք։